Բարև ձեզ, սիրելիներս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առավոտյան ձայնագրված դասախոսությունը իրականում ձայնագրվել է ռասայնի, ես չէի նկատել, որ ուրեմն համակարգչի մեջ անջատվել է այդ կոճակը, եւ ես ստիպված եմ հիմա դասախոսությունը նորից կրկնել։ Ուրեմն այս պահին ուսումնասիրում ենք երրորդ երկի 9-րդ գլուխը, որը կոչվում էր Տեր Բրահման, Տեր Բրահմայի աղոթքները ուղղված Գերագույն Աստծո անձնավորությանը։ Մենք ձեզ հետ տեսանք, որ Տեր Բրահման ինքը ներկայացրեց արիացիների մշակույթը, թե ինչպես են իրենք աղոթում Աստծուն։ Առաջին հերթին Աստծուն հանդիպելիս, ուրեմն կենդանեակը ինքը խոսում է նրա մասին, թե ինչպիսին է ինքը ընկալում Գերագույն Աստծո անձնավորությանը եւ այդ իր ընկալած պարտքերը ինչպիսի ազդեցություն է իր վրա թողնում։ Այսինքն ինքը խոսում է եւ գնահատականի մասին եւ զգացմունքայնության մասին, թե Աստծո կերպարը ինչ զգացմունքներ է իր մեջ առաջացնում։ Մենք տեսանք, որ դրանից հետո Բրահման ինքը անցավ այն խոսակցությանը, որ կարծիք հայտնեց, թե ինքը ինչպիսի վերաբերմունք ունի նյութական աշխարհում ապրող կենդանի էակների նկատմամբ։ Ակնհայտ էր, որ այդ գնահատականը այդքան էլ բարձր չէր, չէ՞։ Եվ ուրեմն Տեր Բրահման ինքը փորձեց այդ ամենը քննարկել Գերագույն Աստծո անձնավորության հետ, հետո ինքը այսպես սահուն անցավ իր նախասահմանման խնդիրներին։ Մեզ համար այդ ամեն ինչի մեջ, բացի նրանից, որ մենք մի թեթև քննարկեցինք ուրեմն աղոթելու մշակույթը, բացի դրանից ուրեմն Տեր Բրահմայի աղոթքները իրանք մեզ համար շատ ավելի կարևոր էին ուրիշ տեսանկյունից։ Որն էր այդ տեսանկյունը։ Այդ տեսանկյունը ինքը կայանում էր նրանում, որ նյութական աշխարհում ամեն մի կենդանի էակ ունի ինչ-որ նախասահմանում։ Եվ այդ նախասահմանման համար ինքը պատասխանատու է։ Երբ որ կենդանի էակի նախասահմանումը մի փոքր լուրջ է եւ ազդեցիկ, չէ՞, ուրեմն այդ դեպքում ազնվորությունը կներեք, ճնշումս է տատամում։ Այդ դեպքում ազնվորությունը ինքը հայտնվում է ծանր իրավիճակում, որովհետև ուրեմն այդ նախասահմանումը կարող է իր մոտ առաջացնել գոռոզություն։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, որ իրականում նյութական աշխարհում բոլոր ուրեմն դժբախտությունները, բոլոր անհանգստությունները, ամբողջ ագրեսիան, դավաճանությունը, դաժանությունը եւ այլն իրենք ծնվում են կամ նախանձից, կամ ատելությունից, չէ, կամ գոռոզությունից։ Եվ ուրեմն այս երկու խնդիրները, նախանձը եւ գոռոզությունը, իրենք ամենակարևոր խնդիրներն են։ Տեր Բրահման հենց այդ հարցն էլ բարձրացրեց։ Ինքը խոսեց նրա մասին, որ իր նախասահմանման ծավալը ենթադրում է իր մեջ այդ վտանգը, որ ինքը կարող է գոռոզանալ։ Եվ ինքը Գերագույն Աստծո անձնավորությունից խնդրեց, որպեսզի Արարիչը ինքը անպայման պաշտպանի Տեր Բրահմային, եթե հանկարծ Տեր Բրահման ինքը ցույց տա այդպիսի սիմպտոմներ, որ կարող է ուրեմն գոռոզանալ այն նվիրված ծառայությամբ, որը պիտի մատուցի Գերագույն Աստծո անձնավորությանը։ Մենք տեսանք, սա շատ կարևոր էր, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ոչ մի կետում Տեր Բրահմային ուրեմն չընդհատեց։ Ինքը համբերատար լսեց այն ամենը, ինչ որ Տեր Բրահման ասեց, եւ սկսեց պատասխանել։ Առաջի կետը, որը Տեր Բրահման ինքը ուրեմն Արարիչը ինքը ասեց, դա նա էր, որ ինքը ասեց արդեն իսկ քո ծնունդը ինքը խոսում է նրա մասին, որ այն ինչի մասին, որ դու ինձ խնդրում ես, այսինքն որպեսզի ես ուշտեմ քեզ, ուրեմն այդ արարչագործությունը իրականացնելու
ուժով դու պիտի հասկանաս, որ եթե քո արդեն իսկ քո ծնունդը ինքը խոսում է նրա մասին, որ այդ ողորմածությունը դու արդեն ունես։ Այսինքն դու արդեն ծնվել ես Արարչի դիրքում։ Եվ դա նշանակում է, որ ես քեզանից սպասում եմ որակյալ արարչագործություն։ Եվ ուրեմն Արարիչը ինքը շարունակում է, իսկ մենք կարդանք նրա տողերը եւ շարունակենք քննարկել 3-րդ երգ 9-րդ գլուխ 34-րդ տեքստերից։ Կներեք 35-ից։ Դու առաջինն ես իմաստուններից, եւ որովհետեւ քո միտքը միշտ կենտրոնացած է իմ վրա, մեղսավոր ուրեմն գրքերի գոյավիճակը չի կարող բացել քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ դու բազմապիսի ուրեմն սերունդ կտաս այս աշխարհին։ Թեկուզ պայմանավորված հոգիների համար դժվար է ինձ ուրեմն ճանաչելը, բայց քեզ դա հաջողվեց այսօր, եւ դու գիտակցեցիր, որ իմ մեջ չկա ոչ մի նյութական ուրեմն երևույթ, մասնակի ոչ 5 ուրեմն բաները, ոչ 5 կոպիտ եւ ոչ էլ 3 նուրբ էլեմենտները։ Մտածելով նրա շուրջ, թե որտեղից է ուրեմն աճել այն լոտոսը, որի վրա դու ծնվել ես, դու նույնիսկ մտար դրա ցողունի մեջ, բայց այդպես էլ ոչինչ չկարողացար հայտնաբերել, եւ այդ ժամանակ ես քո ներսից ուրեմն արտահայտեցի իմ ձևը։ Ո Բրահմա, աղոթքները, որը դու մատուցել ես, գովերքելով իմ տրանսցենդենտալ գործողությունները, ասկեզաները, որոնք դու կատարել ես, ձգտելով ինձ ճանաչել եւ քո անսասան հավատը դեպի ինձ, այդ ամենը իմ անպատճառական ողորմածության արդյունքն էր։ Ես շատ գոհ եմ նրանից, թե ինչպես դու նկարագրեցիր ուրեմն իմ տրանսցենդենտալ որակները, որոնք նյութապաշտների թվում են նյութական, եւ այդ պատճառով ես օրհնում եմ քեզ։ Թող կատարվի քո ցանկությունը եւ դու ուրեմն կփառաբանես, կամ փառք կբերես քո գործերով տիեզերքի բոլոր մոլորակների։ Ամեն մեկը, ով կսկսի խոնարհվել ինձ, ուրեմն ուղղելով դեպի ինձ աղոթքներ նման Տեր Բրահմայի աղոթքներին, ես անմիջապես նրան կվարձատրեմ ուրեմն ցանկությունների իրականացմամբ, որովհետև ես եմ Տերը բոլոր օրհնանքների։ Եվ այսպես ինչպես տեսնում ենք, Գերագույն Աստծո ազնվորությունը արտասանեց բավականին այսպես ծավալուն եւ իմաստուն տեքստեր, հա։ Առաջի հերթին Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նշեց, որ դու առաջին իմաստունն ես, հա։ Առաջին ոչ թե այն իմաստով, որ դու առաջինն ես ծնվել, հա, այլ դու իմաստունների առաջինն ես, առաջիններից ես, էլի, առաջնորդն ես, կարելի է այսպես ասել, չէ՞։ Եվ ինչպես տեսնում ենք, հիմա նորից Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ուրեմն քննարկում է, ինքը հիմա այս պահին քննարկում է բանը, ասենք, որակները, որոնք պարտադիր են, որպեսզի ազնվորությունը ինքը կարողանա ստանալ Գերագույն Աստծո ազնվորության ողորմածությունը։ Ես մեկ-մեկ մի քիչ
խիստ եմ արտահայտվում այդ երևույթի շուրջ եւ հիմա տեքստերը մեզ օգնում են հասկանալ, թե որտեղից է գալիս իմ այդ սկզբունքայնությունը։ Մենք տեսնում ենք, որ աշխարհում միակ սուրբ գրվածքը, որը ինքը, եթե կարելի է այսպես ասել, հանդգնում է ընդհանրապես խոսել Աստծո մասին, շատ այսպես որոշակի, խոսել Աստծո մասին, խոսել նրա բնավորության մասին, չէ՞, խոսել նրա կարծիքի մասին, արտահայտել նրա բառերը եւ այլն, չէ՞, մենք տեսնում ենք, որ այստեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համառությամբ ներկայացնում է, թե ինչպիսի անձնավորություններն են, որ կարող են իր հետ կապվել, որ կարող են իրեն տեսնել, որ կարող են իրեն լսել կամ իրանից օրհնություններ ստանալ, չէ՞։ Ուրեմն ինչը ասեց որպես առաջի պայման Գերագույն Աստծո անձնավորությունը, թե ինքը ում հանդեպ է լինում, այսպես էլի բարյացակամ եւ խոսացվեց նրա մասին, որ առաջի հերթին Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գնահատում է կենդանի էակի իմաստությունը։ Մենք ձեզ հետ մի քանի անգամ քննարկել ենք, որ իրականում արիացիները, չէ, իրանք դիտարկում են այդ կետը, որ ուրեմն բոլոր տեսակի արատները, բոլոր տեսակի վատ արարքները, որը գործում են կենդանի էակները, իրենք վերջնականում ունեն տգիտության հիմքը։ Այսինքն ինչ-որ բաներ կենդանիակը իրեն թույլ է տալիս, չէ, որովհետև ինչ-որ բան չգիտի։ Օրինակ, տեսեք, մենք դիտարկում ենք, չէ, ժամանակի ընթացքում բավականին հաճախ դիտարկում ենք այդ խնդիրը, որ արիացիները իրանք պնդում են, որ գերագույն որ նյութական աշխարհում ապրող կենդանի էակները, չէ, իրենք բազմապիսի դաժանություններ են թույլ տալիս իրենց մեկ-մեկու հանդեպ, չէ, եւ տեսեք, ասենք հիմա, այդ բոլոր դաժանությունները կենդանի էակները կարող են իրար հանդեպ ուրեմն կիրառել միայն եւ միայն այն ժամանակ, երբ որ իրենք չեն հասկանում ընդհանրապես, во-первых, չեն ընդունում, որ կա Գերագույն Աստծո անձնավորությունը, իսկ ընդունելուց հետո էլ չեն հասկանում, թե ինքը ինչպիսին է։ Տեսեք, մեր ժամանակներում կրոնը, ինչպես մենք բազմիցս քննարկել ենք, չէ, ուրեմն կիսված է տարբեր տեսակի աղանդների։ Ընդ որում ես ամեն անգամ շեշտում եմ, որ այն իմաստը, որով մենք ենք օգտագործում աղանդ բառը, արիացիներն իրենք մի քիչ այլ պատկերացումներ ունեն եւ այլ կերպ են ուրեմն օգտագործում այդ բառը իրենց համար ցանկացած կազմակերպված կրոն ինքը աղանդ է։ Ինչու՞, որովհետև շատ բարձ տրամաբանությամբ, որովհետև ինքը բաժանում է հոգևոր մարդկանց։ Եվ մենք հիմա կարողանում ենք տեսնել, չէ՞, թե մեկ-մեկ ասենք ինչպիսի ատելություն ունեն, օրինակ, չգիտեմ, մուսուլմանները քրիստոնյաների հանդեպ, քրիստոնյաները մուսուլմանների հանդեպ, չէ, մուսուլմանները եւ քրիստոնյաները, չգիտեմ, հինդուիզմի հանդեպ, կամ եւ այլն, բոլոր կրոնները իրենք սահմանափակում են իրենց հետևորդներին եւ մեկ-մեկին այդպես էլի ոչ, եթե փափուկ ասենք, ոչ բարյացակամ վերաբերմունք ունեն։ Արիացիները իրենք պնդում են, որ Աստված ինքը մի հատ է, մեկն է, ոչ թե մի հատ է թողների ինձ, ինքը մեկն է, հասկանում եք, եւ իրան մասնատել, ներկայացնել, որ տարբեր ազգերի համար ինքը ինչ-որ մի հատ ուրիշ կերպար ունի, հա, մենք միանգամից պետք է հասկանանք, որ դա իրականում Աստծո հետ ոչ մի կապ չունի այդ երևույթը։ Դա միանգամից խոսում է նրա մասին, որ կրոնականությունը ինքը գտնվում է աթեիստների ձեռքում եւ վերջ։ Հասկանում եք։ Եվ տեսեք, սիրելիներս, չէ՞, ուրեմն այդ տեսանկյունից, երբ որ կրոնականությունը ինքը ատելություն է, ուրեմն սերմանում մեկ-մեկու հանդեպ, մենք պիտի հասկանանք, որ այդտեղ
իրականում ոչ մի հոգևոր բան չկա։ Հասկանում եք։ Եվ տեսեք հիմա, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը Բրահմային ասեց իմաստությունը։ Հա, իմաստությունը։ Հիմա տեսեք, մենք խոսում ենք դրա մասին, որ արիացիները իրենք համարում են, որ ասենք բոլոր դաժանությունները գալիս են տգիտությունից։ Հիմա, եթե կա Աստված, եթե ինքը մեկն է, չէ՞, այսինքն եւ մեզ է նույն Աստված ստեղծել, եւ մուսուլմաններին, եւ հինդուիստերին, եւ իուդաիստերին, եւ բուդդիստերին, հասկանում եք, բոլոր տեսակի կրոնականությունների ներկայացուցիչներին եւ աթեիստերին, ոչ մի կապ չունի, բոլոր կենդանիակները իրանք Գերագույն Աստծո ազնվորության մասնիկներն են։ Հասկանում եք։ Հիմա տեսեք ուրեմն, այդ տեսանկյունից, չէ, երբ որ մենք նայում ենք, եթե կենդանիակը ինքը գիտակցում է, որ Աստված ու ոչ միայն ինքն է Աստծո բազմիկը, այլ բոլոր կենդանիակները, ընդ որում արիացիները իրենք ուրեմն աստվածային բնություն են տալիս նաև կենդանիներին եւ բուսականությանը։ Իրանք ասում են, որ նույն հոգին, որը մարմնավորված է մարդու մարմնի մեջ, նույն հոգին ինքը մարմնավորված է ուրեմն բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների մեջ։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ ուրեմն մենք այստեղ տեսնում ենք, որ կենդանիակը իրեն կարող է դաժանություն թույլ տալ, երբ որ ինքը այդ գաղափարը չունի։ Բայց եթե ինքը ռեալ հոգևոր մարդ է, այդտեսեք, եթե ինքը աղանդավոր է, ինքը աղանդի հիմքի վրա կարող է ատելություն տածել ուրիշ հավատացյալների հանդեպ։ Հասկանում եք։ Օրինակ տեսեք, ասենք, չէ, մուսուլմանները, երբ որ իրենք վատ են վերաբերվում ժամանակակից քրիստոնյաներին, իրանք դա անում են այն իրավունքով, որ այո, իհարկե, եթե մենք այդպես վերցնենք, ապա դա բացարձակ ակնհայտ ճշմարտություն է, որ մուսուլմանները իրենք, ճիշտ է, մի փոքր աղավաղումներով, բայց հետևում են իրենց կրոնի բաներին, չէ, օրենքներին, իսկ քրիստոնյաները ոչ։ Քրիստոնյաները իրենց համար, ինչ-որ մի հատ այսպես բան էլի, իրենց ձեռք տվող, եթե կարելի է այդպես ասել, գաղափար են առաջ քաշել, որ Հիսուսը վառել է բոլոր մեղքերը եւ ապրում են ազատ կյանքով։ Հենց սա էլ կոչվում է ձևականություն։ Եվ մուսուլմանները իրենք մեծ թշնամանք ունեն, մեծ արհամարանք ունեն ժամանակակից քրիստոնյաների հանդեպ։ Չէ՞, հիմա, երբ որ քրիստոնյաները մի քիչ ավելի շատ էին ֆանատիկ, չէ՞, իրենք էլ իրենց հերթին ունեին այդ Քրիստովի պախոդի, չէ՞, ինչ այդ նույն ագրեսիան։ Հասկանում եք, եւ այդ ագրեսիվ բնությունը ինքը միշտ խոսում է տգիտության մասին, որովհետեւ նա, ով որ գիտակցում է, որ բոլոր անխտիր բոլոր կենդանի ակները Գերագույն Աստծո ազնվորության մասնիկներն են, չէ՞, ինքը խիստ կարգավորված պահվածք է դրսևորում։ Հասկանում եք, անկախ ամեն ինչից ընդհանրապես։ Եվ այդ իմաստությունը ինքը հենց դրանում էլ կայանում է։ Տեսեք, հիմա Տեր Բրահման, չէ, ինքը երկրորդական արարիչն է։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տվեց տարածքը, տվեց մոլորակային համակարգերը, բայց դեռ այդ ամբողջ տիեզերքի մեջ ոչ մի կենդանի էակ չկա։ Հիմա 5 րոպե հետո, պատկերավոր ասած, չէ, Տեր Բրահման ինքը պիտի աշխարհներ արարի։ Այսինքն ինքը պիտի նյութական աշխարհում, նյութական աշխարհը լցնի կենդանի էակներով։ Ընդ որում դրանց մեջ պետք է մտնեն
եւ կիսաստվածները, եւ մարդիկ, եւ կենդանիները, եւ բնությունը, եւ ուրեմն բաները, ասեք, եւ ոգիները, եւ դեմոնները, այսինքն զանազան բազմազան կենդանիակներով արդեն ինքը պիտի լցնի տիեզերքը եւ իրանց մեջ լինելու են եւ դրա եւ առաքինության գոյավիճակի ազդեցության տակ կենդանիակներ, բայց եւ տգիտության եւ կրկերի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ սա ինքն իրան նշանակում է, որ բրահման ինքը կարող է օրինակ չուզենալ, որպեսզի ինքը արարի օրինակ դեմոնների, որոնք իրենք ատում են Աստծուն եւ նյութական աշխարհ են գալիս այդ ատելությունը արտահայտելու համար, չէ՞։ Հիմա Տեր Բրահման ինքը պիտի այրանց արարի։ Եվ դրա համար է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը, երբ որ ընտրում է, թե ով պետք է լինի Բրահմայի տեղում, ինքը ընտրում է ամենաիմաստունին, որը կարողանա հանգիստ արարել եւ կիսաստվածներին, կոպիտ ասած, եւ դեմոններին, հասկանալով, որ նյութական աշխարհը ինքը հենց այդպիսի կենդանի կներեք, հենց այդպիսի կենդանի ակների համար է նախատեսված։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը շեշտեց հաջորդ որակը, այսինքն առաջի պայմանը, որը պետք է, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը օրհնի որևիցե մեկին ինչ-որ մի, այսպես էլի, գործողության ուղղությամբ, չէ՞։ Ուրեմն այդ դրա համար առաջի պայմանը առաջի պայմանը, որը պետք է տեղի ունենա, դա իմաստությունն է։ Երկրորդ պայմանը, որը առաջ քաշեց Գերագույն Աստծո անձնավորությունը, դա իր վրա կենտրոնացած լինելն է։ Ինչ է նշանակում իր վրա կենտրոնացած լինել։ Հոգևոր կյանքով զբաղված կենդանիակների համար դա միշտ նշանակում է, որ ազնվորությունը ինքը պետք է հետաքրքրվի Գերագույն Աստծո անձնավորության կարծիքով։ Մենք տեսնում ենք, որ ուրեմն ինքը իր կարծիքը արտահայտում է երկու ձևով։ Առաջինը դա ներքինից։ Ընդհանրապես արիացիները իրենք առաջ են քաշում երկու տեսակի հոգևոր ուսուցչի գաղափար։ Առաջի գաղափարը դա ուրեմն որպես հոգևոր ուսուցիչ դիտարկվում է գերհոգին, որը գտնվում է բոլոր կենդանիակների սրտի մեջ, եւ եթե ազնվորությունը ինքը կարողանում է կապ հաստատել այդ Գերագույն Աստծո ազնվորության այդ մարմնավորման հետ, ինքը կարողանում է անմիջապես նրանից գիտելիք ստանալ։ Եվ երկրորդ տեսակի ուսուցիչը դա սուրբ գրվածքներն են եւ Գերագույն Աստծո ազնվորության մաքուր նվիրալները։ Սուրբ գրվածքներում ներկայացված է Գերագույն Աստծո ազնվորության կարծիքը։ Կյանքի բոլոր սֆերաների վերաբերյալ։ Եվ ուրեմն կան մաքուր նվիրալներ, որոնք իրենք գալիս են, որպեսզի բացատրեն սուրբ գրվածքը։ Ուրեմն այսպիսով կենդանիակը ինքը կարող է ունենալ 3 տեսակի հոգևոր ուսուցիչներ, այսինքն ազնվորություններ կամ երևույթներ, որոնք իրեն դուրս են բերում տգիտությունից։ Եվ լինել մշտապես կենտրոնացված Գերագույն Աստծո ազնվորության վրա, դա նշանակում է մշտապես ցանկացած քայլում հաշվի նստել Գերագույն Աստծո ազնվորության կարծիքի հետ։ Հասկանում եք։ Հիմա ո՞րն է Գերագույն Աստծո ազնվորության այսպես գլոբալ կարծիքը, հա? Ոչ թե մասնավոր, այլ գլոբալ կարծիքը ո՞րն է։
Գերագույն Աստծո ազնվորության գլոբալ կարծիքը ինքը կայանում է նրանում, որ կենդանի էակները իրենք պետք է լինեն երջանիկ։ Հասկանում եք։ Պետք է լինեն երջանիկ։ Հիմա Այդ դրա մեջ, չէ, եթե ազնվորությունը ինքը հոգևոր կյանքում ընդհանրապես լուրջ ներգրավված է, ապա ամեն քայլ կատարելուց, ամեն խոսք ասելուց, այսինքն ամեն ուրիշ կենդանի էակների հետ վարվելուց առաջ ազնվորությունը ինքը իրեն մի հարց է տալիս, հոգևոր ազնվորությունը։ Ես հիմա ինչ եմ պատրաստվում անեմ։ Այն ինչ որ ես հիմա պատրաստվում եմ անեմ, դա նպաստում է այս կենդանի էակի երջանկությանը, թե ոչ։ Մյուս կողմից, չէ, տեսեք, խոսակցությունը ինքը բարդանում է, որովհետև նյութական աշխարհ գալիս են այն կենդանի էակները, որոնք իրենք ի սկզբանե տրամադրված են խախտել Գերագույն Աստծո ազնվորության այդ ցանկությունը, որտեղ ինչ է նշանակում, նյութական աշխարհ են գալիս նախանց կենդանի էակները։ Դա միջապես նշանակում է, չէ, որ դա կենդանի էակներ են, որոնք ի վիճակի են իրար տառապացնեն, իրար անհանգստացնեն, իրար հետ վատ վարվեն։ Հասկանում եք։ Եվ դրա համար մյուս կողմից Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է նյութական աշխարհի համար, չէ, ես գալիս եմ, որպեսի պաշտպանեմ անմեղներին եւ պատժեմ մեղավորներին։ Տեսեք, արդեն ոնց որ ստացվում է, որ հենց ինքն էլ առաջինը բան է դնում, չէ, տարբերություն է դնում կենդանեակների մեջ։ Եվ դա արդար է, որովհետև այն կենդանեակն ինքը այն կենդանեակներին է պատժում, որոնք հենց այդ իրականքը խախտում են, որոնք իրենց գործողություններով ուրիշ կենդանեակներին տառապանք են պատճառում։ Հիմա ամենակարևորը անհիմն։ Հասկանում եք։ Ուղղակի իրենց էգոիզմից դրդված, իրենց նպատակներին հասնելու համար։ Չէ, եւ սա իրականում շատ լուրջ խոսակցություն է։ Եվ ուրեմն, տեսեք, հոգևոր մարդը, չէ, ինքը, եթե կենտրոնացած է Գերագույն Աստծո ազնվորության վրա, ինքը շատ մեծ ինքնաղեկավարում է ձեռք բերում։ Որովհետև ինքը գիտի Աստծո կարծիքը ամեն ինչի մասին։ Ինքը գիտի, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ուզում է, որպեսզի նյութական աշխարհում նույնպես կենդանեակները գոնե կարողանան, եթե ոչ իրար սիրել, ապա գոնե կարողանան մտնել արդարության դաշտ եւ հարգեն միմյանց։ Հարգեն միմյանց արժանինքները, հա, հարգեն միմյանց ձեռքբերումները եւ այլն եւ այլն։ Այսինքն միակ բանը, որին ձգտում է Գերագույն Աստծո ազնվորությունը, եթե մի նախադասությունով ասենք, դա նա է, որ կենդանեակները իրար ուրախությունն ու երջանկությունը չհարամեն իրանց էգոիզմի պատճառով։ Սա է հիմնական Գերագույն Աստծո ազնվորության ցանկությունը, չէ՞։ Եվ դրա համար ինչ ասեցի Արարիչը, ինքը ասեց դու ուրեմն իմաստուններից առաջինն ես, հա, եւ միշտ կենտրոնացած ես իմ վրա։ Այսինքն այն դա ամենաիմաստունը, ինչքան կենդանեակ ավելի իմաստուն է, այդքան ինքը ավելի կենտրոնացած է Գերագույն Աստծո ազնվորության վրա։ Այդքան ինքը ավելի միտում ունի հաշվի նստել նրա կարծիքի հետ։ Ուղղակի այստեղ իհարկե անմիջապես առաջանում է այդ հարցը, այն ինչ որ ինքը ուսումնասիրում է, դա ռեալ Աստծո կարծիքն է, թե ոչ։ Ես միշտ շեշտում եմ ամենապարզագույն սիմպտոմը։ Որն է այդ ամենապարզագույն սիմպտոմը։ Աստվածային գիտելիքը չի կարող իր մեջ պարունակի շովինիզմ։ Գերագույն Աստծո ազնվորության համար բոլոր կենդանեակները իրենք հավասար են։
Հասկանում եք։ Եվ վերջ։ Հիմա տեսեք ուրեմն սիրելիներս։ Եվ դրա համար գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց, եթե դու իմաստուն ես, դու եւ կենտրոնացած ես իմ վրա, այսինքն քեզ հետաքրքրում է իմ կարծիքը, քեզ հետաքրքրում եմ ես։ Իսկ ես էդի համել իմ կարծիքն է, չէ՞։ Հա, եթե դու այդ երկու բանը անում ես, եթե նույնիսկ դու գործ ունենաս կրքի գոյավիճակի հետ, այդ կրքի գոյավիճակը քո վրա չի ազդի։ Հա? Այսինքն այստեղ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բացատրում է, թե դա որ կենդանի էակներն են, որոնք իրենք կարող են ունենալ տրանսցենդենտալ մակարդակ։ Այսինքն որոնց վրա նյութական աշխարհի գոյավիճակները չեն ազդում։ Ընդ որում նաև առաքինության գոյավիճակը, որտեղ առաքինության գոյավիճակը ինքը իր մեջ պարունակում է նյութական մարմինների հանդեպ բարիություն կամ նյութական մարմինների հանդեպ ուրեմն արդարություն, հա, իսկ մաքուր հոգու համար նյութական մարմինը դա բացարձակ ավելորդություն է։ Հասկանում եք։ Ուղղակի այո, իհարկե հոգևոր գիտելիքը մենք առաջի հերթին փորձարկում ենք ուրիշ կենդանիների նյութական մարմինների հանդեպ եւ դա կոչվում է բարիություն։ Բայց այդտեղ մենք իրականում գլխավոր միտքը կանում է նրանում, որ մենք սովորում ենք կիրառել հոգևոր սկզբունքները, որը հետո պետք է կիրառենք հոգևոր աշխարհում։ Հիմա սիրելիներ, չէ՞, եւ ուրեմն այ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպես ասեց եւ հիմա ասեց, եթե ու կրքի գոյավիճակը քո վրա չի ազդի, եթե նույնիսկ դու բազմազան սերունդներ բանանես, դու ունենաս։ Հասկանում եք, չէ՞, հիմա եւ այստեղ մենք ստանում ենք հաջորդ խոսակցությունը։ Միանգամայն ակնհայտ է, չէ, որ այդ տեսանկյունից բոլոր կրոնականությունները իրենք սեռական հարաբերություններին ինչ-որ յուրահատուկ տեղ են տալիս, չէ, ընկալվում է, որ սեռական ձգտումները շատ յուրահատուկ տեղ են գրավում մարդու կյանքի մեջ, չէ, որտեղ օրինակ կենդանական աշխարհը, բնությունը ինքը այլ օրենքներով է շարժվում, չէ՞։ Այսինքն, տեսեք, կենդանական աշխարհում հիմնականում կա ինչ-որ մի ժամանակաշրջան, երբ որ այդ կենդանիները իրենք ակտիվանում են, չէ՞, եւ սեռական հարաբերությունների կարիք են ունենում։ Եվ իրանց մոտ սեռական հարաբերությունը ինքը նախատեսված է ուղղակի սերունդ ունենալու համար, այսինքն իրենց ձևի կյանքը ապահովելու համար։ Եվ միայն մարդն է, որ սեռական հարաբերությունը դարձնում է իր համար համել հաճույքի աղբյուր։ Եվ այդ հաճույքի համար, գիտեմ, 3 րոպեանոց, 10 րոպեանոց արդեն էական չի էլի, միևնույն է չի ժամանակը, չէ, կենդանի մարդը ինքը պատրաստ է անասելի արատավոր գործողություններ կատարել, հասկանում եք, սա փաստ է, չէ, հատկապես մեր դարաշրջանում դա ակնհայտ է, եւ հիմա տեսեք, այստեղ շատ հետաքրքիր խոսակցություն է առաջանում, ինչու, որտեղ արիացիները օրինակ իրենք ընդհանրապես նյութական աշխարհը հայտարարում են սեռական կյանքի կամ սեռական ձգտմամբ կապանք։ Այսինքն, որ կենդանեակը ինքը նյութական աշխարհին ամենաշատը կապված է սեռական հաճույքի, ուրեմն ձգտումով։ Հասկանում եք։ Ինչու է դա հատկապես մենք տեսնում ենք, որ այդ օրենքը ինքը հատկապես արտիական է մարդու համար։ Ինչու է այդպես։
Ինչու է Գերագույն Աստծո աստավորությունը ինքը կենդանիների մարմինը նախատեսել այնպես, որ կենդանին ինքը ունի ստույգ իր ժամանակը, երբ որ մեկ էլ իր մոտ սեռական կարիքը գլուխ է բարձրացնում, հա, տեղի է ունենում բեղմնավորում եւ սեռական կարիքը անհայտանում է։ Всё։ Եվ մնացած ամբողջ ժամանակ իրենք շատ հանգիստ ապրում են առանց ոչ մի ձգտումների։ Չէ՞։ Ինչու է դա այդպես։ Իսկ ինչու է հենց մարդու մոտ դա ինչ որ մի յուրահատուկ նշանակություն ունեցող վայելքի տեսանկյունից յուրահատուկ ինչ որ նշանակություն ունեցող եւ ինչ է դա տալիս էլի։ Սա տեղի է ունենում, այսինքն ինչու է Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպես կազմակերպել։ Ինքը այդպես է կազմակերպել, որովհետև կենդանիները իրենք բանականությունից ոչ թե չունեն, այլ բանականությունից թույլ են։ Հասկանում եք։ Եվ կենդանին ինքը չի կարող այդպիսի մտածելակերպ ունենա, էլի որ բան չէ, սերունդ սեռական կյանք ուզում ենք, բայց սերունդ չենք ուզում։ Ուրեմն եկեք ինչ-որ ձևեր մտածենք, որ սերունդ չլինի։ Այդ կենդանին այդ ամբողջ շարանը ոչ կարող է մտածել, ոչ էլ կարող է իրականացնել։ Համաձայն եք։ Տեսեք հիմա, միայն մարդն է, եւ հենց դրա համար, որ ինքը բանական է, ինքը կարող է ձևեր գտնել, որպեսի սեռական հաճույքը վայելի, բայց սերունդ չունենա։ Այսինքն պատասխանատվություն չկրի։ Հատկապես դա արդիական է մեր ժամանակներում, չէ՞։ Հիմա Եվ տեսեք, ինչու ես ասեցի, որ մարդկային մարմինը դա ընտրության մարմինն է։ Այսինքն այս է, որ մարդը ինքը ունի բանականություն։ Եվ մյուս կողմից, չէ, հոգին ինքը սաչիտանանդա, այսինքն ինքը նախատեսված է երանելի կյանքի համար։ Այսինքն ոչ մեկ չի կարող կանգնացնել կենդանեակի մեջ երջանիկ լինելու ցանկությունը։ Հասկանում եք, որտեղ դա կենդանեակի կոնստիտուցիոն բնությունն է։ Հա, եւ հիմա տեսեք, եւ նյութական աշխարհում մեր մոլորակի վրա մարդու համար, չէ, դա միացած է սեռական հարաբերության հետ։ Ինչու։ Որովհետեւ եթե մարդը ինքը սիրո գագաթնակետը չհամարեր սեռական հարաբերությունը, չէ, հենց դրա համար, որ ինքը բանական է, ինքը կարող էր սերունդ չունենալ։ Այն, ինչ որ անում է, այսպես կոչված քրիստոնյա աշխարհը, բայց իրականում դա քրիստոնյա աշխարհ չի։ Մենք այս պահին ես միշտ ասել եմ, ասում եմ եւ ասելու եմ, մենք այս պահին ունենք ռեալ մուսուլմանական պետություններ, հա, եւ քրիստոնյա պետություններ մենք չունենք։ Մենք ունենք աշխարհիկ պետություններ, որոնք իրենց համար որպես պետական կրոն ընդունում են քրիստոնեությունը։ Բայց դա չի նշանակում, որ իրանք քրիստոնյա երկիր են։ Հասկանում եք։ Հիմնականում իրենք կարող են լինել աթեիստներ, կարող են ընդհանրապես կրոնի հետ ոչ մի կապ չունենան։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ կարևոր խոսակցություն է, չէ՞։ Եվ ուրեմն այս պահն է գալիս էլի, որ բանականություն ունեցող մարդը, չէ, ինքը կարող է հրաժարվի, վայելքը կարող է վայելել, որովհետև բան է, ասեք, որովհետև այդ երանության մեջ ապրելը դա իր կոնստիտուցիոն դիրքն է, ինքը չի կարող դրանից հրաժարվել։ Հասկանում եք։ Եվ մյուս կողմից, ուրեմն այդ չի ուզում ունենալ այն բարդությունները, որը պետք է ապրել, որպեսզի սերունդ մեծացնել։ Չէ՞։
Մտածեք օրինակ, չէ, այսպես կոչված դեմոկրատ, ազատ երկրներում, չէ, նրանք ովքեր գնում են, այսպես պայմանական ասած ժամանակակից քաղաքակրթության հետևից, չէ, այնտեղ շատ մեծ խնդիրներ կան, չէ, ծնող երեխա հարաբերությունների հետ կապված։ Հասկանում եք, օրինակ մի կողմից կան օրենքներ, որոնք պահպանում են երեխայի ազատությունը, չէ, կամ օրենսդրությամբ հիմնականում 18 տարեկանից երեխան համարվում է չափահաս։ Մենք բոլորս էլ գիտենք, որ 18 տարեկան երեխան ինքը դեռ այնպիսի խակ է, հասկանում եք, որ ինքը այնպիսի հիմարություններ կարող է անել իր կյանքում, որ հետո տակից չկարողանա դուրս գա։ Չէ՞։ Բայց ես ասում եմ դու ազատ ես։ Հիմա մարդը, որը ինքը, իսկ երեխա մեծացնելը դա բարդ գործ է, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, այդ քաղաքակրթության ներկայացուցիչները շատ հաճախ հենց այդպես էլ մտածում են, որ եթե ես պիտի երեխա մեծացնեմ, հետո այդ երեխան գնա իր համար ապրի, ու ինձ էլ այնպես վերաբերվի, ոնց որ թե ես կամ չկամ, ես էլ իրավունք չունենամ իրան ընդհանրապես նույնիսկ հարց տամ, արդեն համարվեմ բռնակալ, եթե մի հատ հարց եմ տվել, չխառնվել եմ նրա գործերին, նրա անձնական տարածքն եմ խախտել, եսի ինչ, այդ ամեն ինչի մեջ, չէ, մարդը ինքը կորցնում է հետաքրքրությունը երեխա ունենալու։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, այդ պետություններում համարյա բոլոր ազգերը մահացող են, այսինքն չեն կարողանում իրաց վերարտադրել։ Ինչու՞։ Որովհետև մի կողմից դաստիարակվում են մարդիկ, որոնց կյանքի նպատակը կամ աշխատանքն է կամ վայելքը, եւ այդտեղ երեխան ոչ մի կերպ հնարավոր չի կմտցնել, հա, կամ եթե ինքը շատ չափից ավելի է կապված վայելքներին, ինքը ոչ էլ ընտանիք է ուզում։ Իրան ինչի՞ն է պետք ընտանիքը։ Չէ՞։ Եվ տեսեք, ասենք, այ քրիստոնյա աշխարհում, չէ, այդ ամեն ինչը քանդվեց։ Ընտանիքի ամրությունը քանդվեց, այսինչ այնիչը։ Հիմա մենք չենք քննարկում, թե որն է ճիշտը։ Փաստ ենք վերցնում, որ վերջնականում դարձավ այնպես, չէ, որ քանակությամբ, այլ ուղղակի ազգաբնակչության քանակությամբ մուսուլմանները չէ, որ իրաք սարսափելի շատ են, չէ։ Սարսափելի շատ են։ Իսկ սպիտակ ազգերը իրանք հիմնականում բոլորը մահացող ազգեր են։ Եվ ոչ մեկ չի կարող ասի, թե քանի տարի է պետք, որ իրանց երկրում միայն մուսուլմաններ ապրեն։ Որտեւ իրանք էլ որտեղ գալիս են, պատկերավոր ասած, մի 10 հատ երեխա են ունենում, եւ եթե 10 հոգով են եկել, 4 տարի հետո կամ չգիտեմ 10 տարի հետո լինում են 22 հոգի, եթե ոչ 30, չէ՞։ Հասկանում եք, դրա համար այդ բաները, ասենք, իրանք բարդ է բան անել, բայց այդ սեռական վայելքի ձգտումը ինքը մարդու համար է միայն այդպես, միայն մարդն է սեռական հարաբերությունը ընկալում որպես վայելքների գագաթնակետ։ Իսկ իրականում, ասենք, լեզուն, այնակ մի գիծ են նայում, հա, լեզու ստամոքս սեռական օրգան է։ Հավասարաչափ ունեն իրանց նախասահմանումը, ամեն մի այդ օրգանը։ Հասկանում եք, եւ արիացիներ իրանք հենց փորձում էին հենց այդ ուղղությամբ գնալ, որ սեռական հարաբերությունը ինքը գոյություն ունի երեխա ունենալու համար։ Իսկ սերը արտահայտելու համար պարտադիր չի սեռական հարաբերություններ ունենալ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա, այսինքն այստեղ մենք հիմա ինչ ենք քննարկում, մենք այդ հարցն ենք քննարկում, որի կասեց այդ սերունդներ տալը քեզ չի բղծի։ Այսինքն սերունդներ տալը համարվելու է կրքերի գոյավիճակի ազդեցության տակ,
իսկ կրքերի գոյավիճակը ինքը հենց կրքերով, այսինքն անարդար կապվածություններով եւ ատելություններով է կենթանեակին պայմանավորում եւ Արարիչը ինքը հիմա ասում է Բրահմային, որ քո վրա այդպիսի ազդեցություն քո գործողությունները չեն ունենալու, ինչի համար, որտեղ դու իմաստուն ես եւ կենտրոնացած ես իմ վրա։ Եթե այդ երկու հանգամանքը չլիներ, այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ դու վտանգված ես։ Այսինքն, որ անպայման կարող ես խնդիրներ ունենալ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այս կետերը իրանք շատ կարևոր կետեր են։ Եվ ուրեմն մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ գաղափարն առաջ քաշեց, որ եթե դու իմաստուն ես ու կենտրոնացած ես իմ վրա, կրքերի գոյավիճակը քո վրա չի ազդելու։ Ինչու ինքը նշեց հենց կրքերի գոյավիճակը, որտեղ կրքերի գոյավիճակում կենթանեակը ինքը յուրահատուկ փառքի կարիք է ունենում։ Հա, այսինքն կարող է յուրահատուկ գոռոզություն զարգացնել։ Դրա համար Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասեց, այդ երկու բանը, իմաստությունը եւ իմ վրա կենտրոնացած լինելը, ինքը, այս պատկերավոր եթե ասեմ, կրքերի մեջ կջարդում է։ Եվ այդ ժամանակ ինչ գործով էլ դու ուզում ես պահվես, դու կրքերի գոյավիճակի արդյունք չես ստանա։ Չէ՞։ Հաջորդ գաղափարը, որը Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը առաջ քաշեց, դա նա է, որ պայմանավորված հոգիների համար դժվար է իրեն ճանաչել։ Հա։ Եվ այստեղ ես չեմ կարող չքննարկել այն թեման, որը միշտ մի քիչ այսպես սևը սպիտակով եմ քննարկում։ Ես բազմիցս խոսել եմ դրա մասին, որ հնարավոր չի ընդունել այն գաղափարը, որ անձնավորությունը ինքը կարող է լինել մսակեր, ծխող, խմող, ազատ սեռական կյանքով ապրող, ընդ որում ես մի անգամ արդեն ասել եմ, ազատ սեռական կյանքը դա միայն դա չի, որ ազնվորությունը ինքը պարտներներ է փոխում։ Կենթանիակ մարդը, երբ որ ինքը երբ ուզի այդ ժամանակ, ոնց ուզի այդպես սեռական կյանքով է զբաղվում, ինքը ազատ սեռական կյանքով է զբաղվում։ Հասկանում եք, առաքինի անձնավորությունները իրենք խիստ սահմանափակումներ են վերցնում իրենց սեռական կյանքի վրա, թե իրանք երբ, ինչքան եւ ինչպես կարող են իրենց թույլ տալ ուրեմն սեռական հարաբերությունները։ Հա, եւ եթե անձնավորությունը ինքը սովորական մարդ է, ունի ինչ-որ մի յուրահատուկ իմաստություն, հա, ունի վատ սովորություններ, այսինքն մսակեր է, խմող է, ծխող է, ազատ խաղերով զբաղվող է եւ ազատ սեռական կյանքով է ապրում, հա, հələ մնացածները չեմ քննարկում, այս նիժը պլինտուսը вообще, եթե ինքը այդ գործերի մեջ զբաղված է, ինքը արդեն իմաստուն չի։ Հասկանում եք, որովհետև իմաստունը ինքը ոչ մի կոպիտ ասած ոչ մի կեղտոտ բանի չի կպնում։ Ինքը չի կպնում ոչ մի այնպիսի բանի, որը իրան կարող է բախծի։ Եվ իմաստունը ինքը շատ լավ գիտի, թե դա ինչն է, որ կարող է իրան բախծի։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ այդ դրա համար հիմա ինքը ասում է, պայմանավորված հոգիները իրանք դժվար են ինձ հասկանում, դժվար են ինձ ճանաչում։ Եվ դրա համար, երբ որ այդ բոլոր սովորություններ ունեցողները հետո միացնում են YouTube-ը եւ այդպես հանգիստ խոսում են նրա մասին, որ այստեղ միսեի փոմ մեկ էլ Աստված սկսեց իմ հետ խոսալ, այդ գաղափարը հնարավոր չի ընդունել։ Հա? Ես նորից եմ կրկնում, որպեսզի հասկացվի, որ ես ոչ մեկին վիրավորելու նպատակ չունեմ։
Ես չեմ ասում իրանք ոչ մեկի ձայն չեն լսում։ Ես հարցականի տակ եմ դնում, թե այդ ձայնը ումն է։ Կամ եթե նույնիսկ իրանք ինչ-որ մեկին տեսնում են, դա ով է։ Հասկանում եք։ Որովհետև հետո իրանք այնպիսի գաղափարներ են ասում, թե Աստված իրենց ինչ է ասել։ Հասկանում եք, որը Աստծուն հարիր չի։ Որովհետև միշտ ասում են կողմնակալ բառեր։ Հասկանում եք։ Ու վերջնականում դրանք հիմնականում ինքնախաբեություն են։ Հասկանում եք։ Եվ դրա համար հիմա այստեղ Արարիչ ինքը պարզ ասում է, պայմանավորված հոգիների համար ինձ հասկանալը շատ դժվար է։ Պրաբհուպադը ինքը մի լավ խոսք ուներ, ասում էր, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է շատ դժվար է, պրակտիկորեն դա նշանակում է, որ հնարավոր չի։ Չէ՞։ Եվ հիմա իսկ Տեր Բրահմայի համար Արարիչը ինքը ասեց, իսկ դու ինձ հասկացար։ Եվ որն է այն ամենակարևոր բանը, որը պիտի հասկացվի Աստծո մասին։ Հա, եւ ինքը ասեց, այդ ամենակարևոր բանը դա է, որ դու տեսնում ես, որ նյութական գունաները իմ վրա չեն ազդում։ Եվ որ ես ազատ եմ նյութի ազդեցությունից, ինչը որտեվ չունեմ 5 կոպիտ եւ 3 նուրբ սկայարա։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, մենք դրա մասին շատ ենք խոսել։ Հենց որ խոսակցությունը գնում է դրա մասին, որ ասեք, որ գոյավիճակներից ազատ վիճակ, չէ՞, դա միանգամից նշանակում է։ Հիմա Արարիչը ինքը ասում է, դու իմ գործողությունների մեջ տեսար, որ ես ոչ ատելությունից եմ գործում, ոչ անարդար կապվածություններից եւ ոչ էլ նյութական մարմինների հանդեպ բարիությունից։ Ես գործում եմ միայն հոգու շահերից։ Եվ դու դա հասկացել ես։ Հա, իսկ եթե դու հասկացել ես, ուրեմն դու ինքդ էլ կարող ես այդպես գործել։ Տրանսցենդենտալ մակարդակի վրա։ Հասկանում եք, չէ՞։ Ինչու է սա կարևոր։ Ես մշտական ձեր ուշադրությունը վերադարձնում եմ նույն կետին։ Սա կարևոր է, որովհետև նյութական աշխարհում կա տառապանք։ Եվ միշտ չի, որ ակնհայտ է, թե ասենք այս տառապանքին ես ինչով եմ արժանացել։ Հասկանում եք։ Եվ որ այդ գաղափարը կա, որ պարզ չի, թե ինչով եմ ես արժանացել այդ տառապանքին, չէ՞, բնական է, որ կենդանիակները իրանք փնտրում են այդ հարցի պատասխանը։ Հասկանում եք։ Եվ երբ որ իրանք փնտրում են այդ հարցի պատասխանը, իրանք Գերագույն Աստծո ազնվորությանը չեն կարողանում ճիշտ ընկալել։ Օրինակ ասենք, տեսեք, քրիստոնյաները դարեր շարունակ շատերը իրանցից ամեն օր Արմագեդոն են սպասում եւ Հիսուսի երկրորդ գալուստը։ Հա, ու ամեն մեկը ինքը շատերը համենայն դեպս իրանք այնպես են խոսում, չէ, որ իրանք այսպես այնքան գիտուն են կամ այնքան արդեն իմաստուն են, որ երբ որ Հիսուսը գա, իրանք իրան ճանաչելու են։ Ոնց կարող է չճանաչենք։ Չէ՞։ Բայց Հիսուսը ինքը օֆիցիալ ասել է. այնպես եմ գալու, որ չեք ճանաչելու։ Հիմա տեսեք, սպիտակ մարդիկ իրանք մտածում են, Հիսուսը կարող է միայն սպիտակամաշկ գալ։ Ոնց որ ասենք հիմա, բոլոր ազգերը իրանք սեփականացրել են, չէ՞, Հիսուսին, ինչպես կիսաստվածներին են սեփականացնում։ Եվ հիմա նայում ես, ասենք, ռուսները իրանք Հիսուսին նկարում են Սլավոնի նման, չէ՞, բազմազերով, կապույտ աչքերով, ժպտադեմ, գեղեցիկ եւ այլն։ Հասկանում եք, չէ՞։
Մի ուրիշը նկարում է մի ուրիշ ձև, մյուսը մի ուրիշ ձև։ Իսկ Հիսուսը ինքը եղել է հրյա։ Իսկ հրյաների մազերը մուգ գույն են, աչքերը նույնպես։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ հիմա Հիսուսը ասել է, ես որ եկա, այնպես եմ գալու, որ ինձ չեք ճանաչելու։ Այսինքն ինքը կարող է գա ոչ որպես սպիտակամաշկ օրինակ։ Կամ բոլորը սպասում են, որ ինքը պիտի գա անպայման տղամարդու մարմնով։ Իսկ մեկ էլ ինքը կարող է հանկարծ մեկ էլ կանացի մարմնով գա։ Հասկանում եք։ Բոլորին թվում է, որ ինքը որ եկավ, ինքը այնպիսի ֆոկուսներ է ցույց տալու, որ իրան չճանաչել հնարավոր չի լինի։ Ես էլ այդ ժամանակ կասեմ ֆոկուստիկ ենք ուզում, հենա մի հատ Սայի բաբա կա, հնդիկ։ Ինչ շատ լավ է ֆոկուստիկ կա, ինչա պետք դրանից ավել։ Հասկանում եք, չէ՞։ Ինքը ասել է, այնպես եմ գալու, որ չեք ճանաչելու։ Այսինքն դա շատ անսպասելի տեսք է լինելու, որով ինքը գալու է։ Եվ այսպես կարող է մեր կողքը նստած լինի, եւ մենք իրան չճանաչենք, որ դա ինքն է։ Ինքը այդպես է չի ասել, որ ոչ մեկը չեք ճանաչելու։ Հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ցույց է տալիս, թե ինչի հաշվին կենդանիակները կարող են ճանաչեն Աստծուն։ Ինքը ասես դու իմաստուն ես, կենտրոնացած ես իմ վրա, հասկանում ես, որ ես 3 գոյավիճակներից վեր եմ, չեմ ենթարկվում ոչ կոպիտ, ոչ 3 նուրբ էլեմենտների, որոնք են այդ էլեմենտները, 5 էլեմենտները դրանք են եթերը, օդը, ջուրը, կրակը և հողը, չէ՞։ 3 էլեմենտները դրանք են միտքը, բանականությունը, կեղծ եսը։ Հա? Եվ հիմա ինքը ասում է դու շատ բարձ տեսնում ես, որ ես չունեմ նյութական միտք, նյութական բանականություն և նյութական կեղծ ես։ Ինչու են ասում կեղծ, որովհետև մաքուր հոգին մտածում է, որ ինքը նյութական մարմինն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դրա համար ուրեմն այս շարավշարվեց եւ Արարիչը ինքը շարունակեց։ Ինքը ասեց, որ ինչքան էլ դու հետո այս թեման մենք դա ենք էլի մանրամասն։ Ինչքան էլ որ դու հետազոտեցիր, չէ՞, այն լոտոսը, որի վրա ծնվել էիր, դու չկարողացար, դու ոչ մի բան քո համար չհայտնաբերեցիր։ Դու չկարողացար հասկանալ, թե որտեղից ես ծնվել։ Չէ՞։ Եվ ինքը ասում է, այդ ժամանակ ես ներքինից ուրեմն քեզ քո առաջ հայտնվեցի։ Չէ՞, հիմա, այբ որ ես հայտնվեցի, ինչ տեղի ունեցավ։ Այն աղոթքները, որը դու մատուցեցիր ինձ, հա, իմ տրանսցենդենտալ գործողությունների ուրեմն բանը, փառաբանումը, հա, որը դու արեցիր, ասկեզաները, որը դու կատարել ես, ձգտելով ինձ հասկանալ, չէ, եւ քո անսասան հավատը, հա, հիմա տեսեք, իմաստուն ես, հա, դու իմաստուն ես, դու ինձ տրված ես, իմ վրա կենտրոնացած ես, հասկանում ես, որ ես տրանսցենդենտալ եմ, հա, եւ բանը, ասեք, եւ այդ ամեն ինչ, երբ որ հասկանում ես, չէ, եւ բան ես, զգայարանները ղեկավարության տակ ես պահում, հա, եւ ձգտում ես ինձ հասկանալ։ Այս ամեն ինչը, եթե դու ունես, այդ ամեն ինչը իրականում իմ անպատճառական ողորմածությունն է։ Այլ ոչ թե նույնիսկ ոչ թե քո ճիգերը։ Հա? Եվ վերջի 2 տեքստում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հայտարարեց իր գոհունակության մասին։ Հա, ինքը ասեց, ես շատ գոհ եմ քեզանով։ Ես գոհ եմ նրանով, թե դու ոստ նկարագրեցիր
իմ տրասենցենտալ որակները, որը նյութապաշտների համար երևում են որպես նյութական։ Եվ այդ դրա համար, որ դու կարողանում ես տարանջացես նյութը հոգևորից, ինձ սովորական կենդանեակների նյութական մարմիններից, ես օրհնում եմ քեզ։ Թող կատարվի քո ցանկությունը։ Եվ դու ուրեմն փառք տանես։ Քո գործողություններով տիեզերքի բոլոր մոլորակները դարձնես փառավոր։ Հիմա եւ Գերագույն Աստծո աստավորությունը եզրափակում է իր խոսքը։ Ինքը ասում է ամեն մի մարդ, որը ինքը կկանգնի եւ կխոնարհվի ինձ այնպես ինչպես դու, բանկանի աղոթքներ կմատուցի Տեր Բրահմայի նման, ես անմիջապես ուրեմն նրան կոչտեմ նրա բոլոր ցանկությունները կատարմամբ։ Ինչու՞, որովհետև ես եմ, ասում է Գերագույն Աստծո աստավորությունը, ես եմ բոլոր հովանավորությունների Տերը։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն այստեղ արդեն եզրափակիչ տեքստեր ըստ իմաստի, որը ասենք արդեն Գերագույն Աստծո աստավորությունը ինքը շատ պարզ, շատ հստակ հայտարարեց, որ բանը, ասենք, որ Գերագույն Աստծո որ ասեմ այրեն, ոչի բելի, որ բոլոր այն աստավորությունները, որոնք իրանք բան կանեն, չէ, կաղոթեն այնպես ինչպես աղոթել է Տեր Բրահման, չէ, ինքը ասեց ես անմիջապես կկատարեմ այդպիսի աստավորության ցանկությունները, որտեղ ես եմ Տերը բոլոր օրհնությունների։ Հիմա ինչի մասին էր, նորից անդրադառնանք, ինչի մասին էր, ուրեմն Տեր Բրահմայի աղոթքները։ Առաջինը դա նրա մասին էր, որ ես քեզ ճանաչում եմ, եւ դու ահավոր լավ աստավորություն ես։ Երկրորդը դա նա էր, որ ես պիտի կարևոր գործ անեմ եւ վախենում եմ պարտանամ։ Դրա համար ինքը ասում է ցանկացած աստավորություն, որը Տեր Բրահմայի աղոթքների նման աղոթք կմատուցի ինձ։ Նա կստանա իմ օրհնությունները։ Ուրեմն որն էր գաղտնիքը։ Գաղտնիքը կայանում էր դրանում, որ առաջին հերթին կենդանեակը պետք է դուրս գա այդ տիրույթից եւ չխնդրի ինչ-որ մի բան, ինչ-որ նյութական բան։ Չէ, արասիները իրանք լավ օրինակ են բերում։ Իրանք ասում են, երբ որ մարդը ինքը հանդիպում է Աստծուն, բայց խնդրում է ինչ-որ չնչին նյութական բաներ, դա նման է նրան, երբ որ աղքատը հանդիպել է արքային։ Եվ երբ որ արքան ասում է, ուզի ինչ ուզում ես, ես ամեն ինչ քեզ կտամ, աղքատը ասում է, ինձ մի բուր բրից տար։ Եվ շաստղաներ իրանք այդ օրինակը բերում են որպես ոչ այդքան ավելի ճիշտ իրականում ճիշտ օրինակ։ Ասկը որ այդ աստավորությունը ինքը ճիշտ է վարվել։ Հասկանում եք։ Ուրեմն երբ որ ինքը ասում է, որ ամեն մեկով, որ ինքը կերկրպագի ինձ աղոթելով այնպես, ինչպես դա արեց Տեր Բրահման, ես անպայման կկատարեմ իր ցանկությունները։ Չէ, իսկ Տեր Բրահման ինքը խոսում էր շատ բարձր մակարդակի մասին իրա եւ խոսում էր, թե ինչպիսի ագահությամբ է ուզում պահպանել
այսպես կոչված բանը, ասեք, ինչպիսի ագահությամբ է ուզում պահպանել իր նվիրված ծառայությունը։ Այնպես, որ այդ նվիրված ծառայությունը նրան չվարակի գոռոզությամբ։ Եվ սա էր այն գլխավոր ակցենտը, որը ինքը դրվեց այս տեքստերում, որը հիմա արտասանեց ինքը Արարիչը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն ձեզ, մինչև վաղը։